Բարի լույս բոլորին, ինչպես եք ժողովուրդ ջան, ես նոր եմ արթնացել, ասի մի հատ ցույց տամ ես գեղեցիկ առավոտը, այսօր օրը շաբաթ է և ես պատրաստվում եմ օրվա հոգսերին, ամուսնուս ճանապարհ եմ աշխատանքի ու անցնեմ իմ առօրյա հոգսերին, ցույց կտամ ինչով ենք զբաղվում օրվա մեջ, այսօր այդպես առհասարակ ոչինչ չունենք անելու, տան մաքրություն, երեխաներին հետ զբաղվել, այդպես, հետո ես գնամ աշխատանքի ու արդեն օրվա մնացած հոգսը կնկարեմ, կտեսնեք, եթե հետաքրքիր է բաժանորդագրվեք մեր ալիքին, որ միշտ տեղեկացված լինեք, թե ինչով ենք զբաղվում, շնորհակալ կլինեմ շատ, մեր այգին մի փոքր խառն է, պետք է հավաքենք, որովհետև բալերը քաղեցինք վերջապես, ճիշտ է վերևում դեռ կան, բայց արդեն ворթնած են, անիմաստ էր քաղելը, այդպես ճյուղ ենք կտրել, որովհետև շատ բարձր էր, այնտեղ հասնող չկար արդեն, սրանք պետք է հավաքենք, այստեղից գնանք նախորդ օր, բալերը հավաքեցինք վերջապես, այստեղ խարութը մի քանի ճյուղ կար կտրվեց, ցույց տվեցի նախորդ վիդեոյում, որովհետև անհնար էր բարձրանալ այդքան հավաքել, ճիշտ է շատ ափսոսեցինք ճյուղերը, որ կտրվեց, բայց ուրիշ տարբերակ չկար, այստեղ Սոսեն շատ օգնեց քաղելու հարցում, պապան ճյուղեր տալիս էր, Սոսեն քաղում էր, այստեղ ես մոտեցա, սկսեցի աշխատել, այդպես ընտանիքով բոլորով քաղեցինք, հետո եկա տուն և սկսեցի պատրաստվել, որ կամպոտ սարքեմ, այստեղ մաքրեցի բոլոր ճյուղերից, քույրիկս էր եկել, ինձ շատ օգնեց, առաջի անգամ պետք է ես սարքի կամպոտ, շաքարավազը բանկաների մեջ չեմ լցրել, մի անգամից ջրի հետ եռացրել ենք, այդպես լցրել ենք բանկաները։ Այստեղ առաջի անգամ փորձեցի փակել ու շատ լավ ստացվեց ոնց որ թե։ Սա արդեն հաջորդ օրն է, ստուգում եմ տեսնեմ ինչ վիճակում է, շատ լավ էին զգում իրենց բանկաները, դե ձմեռը արդեն կհամտեսնց։ Հարութը գնաց գործի։ Բաչես պատշում։ Ուլը բացեմ, ուլը որ միան բաչում։ Պակա։ Գնաց։ Պակա։ Քան երեխեքը քնած են, մեծ հնարավորություն է, տունը մի փոքր կարգի բերել, ամանները լվանամ, այստեղ իրիկուն երեխեքը սմուզի էին սարքում նուտելայով բանանով, բավադրությունը կտեղադրեմ այսօր, Սոսեն կսարքի կտեսնեք, ինչ իրոք շատ համեղ էր, այդպես խոհանոցը ահավոր վիճակում է, ներկա պահին Հիմա մաքրեմ, տեղավորեմ, այդպես ու անցնենք մյուս գործերին։
քշեցի։ Հիմա անցնեմ այստեղ թափել են ամբողջությամբ պոքրեմ ու ինձանով զբաղվեմ։ Տարակներն էլ հանել ենք, դրել ենք այն վերևը, որ նրան են չքաշի անընդհատ, քաշում է ու փակում է մատերի վրա, դրա համար հանել ենք, այսպես մաքրեցի, մնաց արթնանան, ճուտիկներս գնաց։ Մեր սենյակն է։ Տաք ջուրս էլ խմեմ ու անցնեմ օրվա մյուս գործերին, հանգստանամ մի փոքր, որ հեսա երեխաները արթնանան, ես էլ հանգիստ չունեմ։ Մի քանի օր առաջ ծնողներս երեխաներին մահճակալներ նվիրեցին, չէին սպասում, շատ էմոցիաներով էին երկուսով։ Այստեղ Արսենը շատ արագ հանկողիներն էր բերում, որ պատրաստվեր քներ։ Պատրաստվել են, այդ օրը շատ շուտ իրանք որոշեցի, որ պետքա քնեն արդեն։ Նրան են արթնացել է, իր համար չոչ անում, խաղում է։ Նրան է, արի արևս, արի։ Մենք տանից դուրս եկանք, գնում ենք դեպի ուր։ Սկաուտ։ Դավա այնտեղ անցնում։ Այո։ Երեխաները գնում են սկաուտ, Արսենն ու Սոսեն ամեն շաբաթ օրը այնտեղ են անցկացնում ժամ ու կես, շատ հետաքրքիր է անցնում, ասում են։ Մենք հասանք, սպասում ենք կան, շուտ ենք հասել։ Գան բացեն, երեխաները մտնեն, երեխեքը պարապ չեն մնում, զբաղմունք գտան մինչև, հա նրան է, ես արդեն տանն եմ, եկանք տուն, Պապան արդեն եկել է աշխատանքից, Նրանեի հետը։ Հա Նրանե։
Այ հիմա կարելի է հանգիստ առանց երեխեքի ինչ անել։ Պաղպաղակ ուտել։ Հույսամ ինչ-որ միտեղից դուրս չեն գա, միացնամից կամ սենյակից։ Դու ես ուտելու։ Ավա։ Ուտենք ու անցնենք առաջ։ Ես գնամ աշխատանքի, իսկ Հարությունը կմնա այս փոքրիկ հրաշքի հետ։ Ես հասա աշխատանքի։ Ես ասեղային մազահեռացման մասնագետ եմ։ Սա իմ ապարատն է։ Աշխատում եմ մոտ 20 տարի։ 20 տարի ինչ ես գործն եմ անում ու բավականին մեծ հաջողություններ ունեմ այս ոլորտում։ Այդպես ցանկացա ցույց տամ սենյակս, գեղեցիկ, էսթետիկ, այսպես։ Իմ հաճախորդներին այստեղ ավելի կոմֆորտ է, ավելի հանգիստ է, իրենց լավ են զգում, հանգիստ է, աղմուկ չկա, հանգիստ երաժշտություն, լավ միջավայր։ Ես արդեն պատրաստ եմ աշխատելու, հիմա հաճախորդս կմոտենա ու կսկսեմ։ Ձեզ լավ օր։ Աշխատանքս վերջացրեցի, տուն եմ գնում, օգնած, սոված, գնամ տեսնեմ ինչ եմ պատրաստում, որ ուտենք, կամ կարող է և պատրաստ լինի, ամուսնակս դե խոհարարը, դե լավ ձեռքունի, տեսնեմ ինչ անակուն գալուն եմ տանը։ Նրան է բարև, նրան է, հիմա կասեք ես երեխու մազերեխի չեք կապում, մենք կապում ենք ինքը քանդում անընդհատ, չէ արիվ, ինքը քանդում է, ռեզինը տանում է բերանը, որ ասում էի սոված չեմ մնա, ամուսնյակս տեսեք ինչ համով, պիցաներ է պատրաստում, Հայչ ուտողին, ջան ուտողին, գնաց, սպասենք, որ սոված չմնանք, համով ուտենք։ Շատ համով ուտելու ենք, շատ։ Տեսնենք ինչ համի է։ Տնական պիցային ոչ մի բան չի հասնի։ Լուլիկ, բիբար, երշիկ, տվարոժնի սիր, շատ համով է։ Ողջույն բոլորին, ես Սոսեն եմ, ուզում եմ ձեր համար պատրաստել նոտելա և բանան սմուզի, գնացինք։ Նախ և առաջ մեզ պետք է բանան, կաթ, նուտելա և սառույց։ Բանանը մաքրում ենք և կտրատում ենք։ Ես օգտագործեցի 4 բանան, իսկ հիմա լցնում ենք նոտելան բլենդերի մեջ։ Ինչու 4, որովհետև մենք շատ ենք։ Ավելացրեցի 2 գթալ նուտելա, իսկ հիմա ավելացնում ենք կաթ։ Կաթը լցնում ենք աչքա չափով։ Իսկ հիմա ավելացնում ենք սառույց, որպեսզի ավելի սառն լինի։ Հատում ենք, պիտ, նաև բռնում ենք։ Չէ, մի փոքր պիտ է, պետք է մի քիչ կաթ ավելացնել։ Հատում ենք, որը հատում ենք։ Ահա և վերջ։ Իրոք շատ
Ընտիր։ Արսեն համովա։ Հա։ Համովա։ Շատ համովա։ Ապրեսոսեն։ Ապրեսոսե։ Շնորհակալ սոսը։ Ուսենք եկե երեկոյան զբոսանքի։ Մեր Աբովյան քաղաքը շատ սիրուն է երեկոյան։ Այսքանով ավարտենք այսօրվա վլոգը։ Հանդիպենք հաջորդ շաբաթ։ Լավ երեկո բոլորիդ։ Մոռանաք բաժանորդագրվել, լայքել, կոմենտել